Շատ անգամ երբ մարդկանց պատկամ եմ տուն փոքր Instagram կամ տարբեր տեղեր, զգում եմ մեկը կարող ասի դու տակ տեղից ես խոսում։ Եվ ուզում ասեմ ճիշտ ես ասում, ես տակ տեղից եմ խոսում։ Որտեղ իր ներկայությունը տակ ու ջերմ է։ Տակությունը փողով չի, տակությունը աշխարհային բաներով չի։ Երբ որ մտնում ես իր ներկայության մեջ, տեսնում ես ինչ սեր է Հիսուսը, ինչ քաղցր է Հիսուսը։ Եվ չես ում բաժանվես այդ ներկայությունից։ Երբ գալիս ես փառաբանության այսպես ինչպես օրհնյալ փառաբանություն ես շնորհակալ եմ իմ քույր եւ մնացածին, որ մեզի տանում են երկինք, դրանից ավելի լավ բան չկա։ Թեպետ վիրավորվածներ ենք, բայց կասենք բուժարան։ Եկեղեցին բուժարան է։ Եկեղեցին խենթերի տեղն է։ Գժանոց է։ Եկեղեցին իջևան է։ Ես սիրում եմ եկեղեցին այդպես տերմին, եկեղեցին զորանոց չի, բանակ չի, եկեղեցին մի տեղը, որ հիվանդներս գալիս ենք, կոտրվածներս և ոչ ով իրավունք չունի մեզի ավելի դրանից կոտրի։ Տերը մեզի բերում այստեղ և ինքս տեղը մեր Եհովա Ռոֆեն բժիշկը, Եհովա Շալոմ այստեղ, որ մեր վերքերը, մեր խոցերը բուժում է։ Ինչպես բարի Սամարացին, աշխարհը մեզի կողոպտում է, գողանում է, խփում է, զարկում է, ոչ թե մենակ մեր փողերն ու ունեցվածքը, մեր բնավորությունը, մեր քաղցրությունը, մեր ուրախությունը, ուզում են գողանան տանեն, բայց հզորը մեծամեծ գործեր։ Հինը քանդում է նորն է կառուցում։ Սա այն օրն է, որ Տերը նարավ, պիտի ցնծանք եւ ուրախանանք եւ ասենք Տեր, ես եկել եմ քո իջևանը, եկել եմ քո եկեղեցին, եկել եմ քո տունը, եկել եմ հորս տունը, Կիրակիա, եկել եմ հորս տունը, ուզեմ ուտեմ, խմեմ, վայելեմ, ուզեմ հանգստություն վայելեմ, որտեղ պիտի նորից մտնեմ աշխարհ եւ այդ վերքերն ու ցավերը տեսնեմ ու խոցվեմ եւ ապրեմ Քրիստոսով, իմանում եմ, որտեղ մեր փրկիչ ինչպես Ռաբի եղբայրը գրեց, մեր վիրավորված փրկիչը, վերքերով փրկիչը, հրաշալի Տեր է։ Մենք ունենք այսօր մի իրավունք Աստծո ներկայության մեջ, որ իմանանք ինչքան արժեքավոր եւ կարեւոր մարդիկ ենք Աստծո համար։ Ոչ մեկը թեպետ են հետին նստած, դու հետ չես, դու պակաս չես, դու քիչ չես։ Նա որ առաջ նստած, ես որ հովիվ եմ, ես վերևն եմ, ինչպես Արսեն եղբայրը պատմեց, սրանք ամենը կվերջանան, դու եւ ես Հիսուս Քրիստոսի արյունով գնված ենք մի արժեքով, հանգագին արժեք է, եւ թշնամին իրավունք չունի, եւ ոչ ոք էլ իրավունք չունի իմ քո արժեքը պակասացնել։ Ես Տիրոջ զավակն եմ, ես նրա որդին եմ, ես նրա աղջիկն եմ, եկել եմ վայելելու։ Թշնամին շատ խոսքեր ունի ասելու, բայց ով է լսում։ Մենք լսում ենք Աստծո խոսքից։ Տեսեք ինչ սիրուն խոսք է ասում Պողոս Արաքյալը Պողոսացիս թուղթի մեջ, վստահ 1016 անգամ լսել եք, բայց թող մի անգամ էլ ես ասեմ։ Կողոսացիս 2 գլխի 14 համարում եւ ջնջեց այն մեզ հակառակ ձեռագիրը հրամաններովը, որ մեզ հակառակ էր, եւ նրան վեր արավ մեջտեղից եւ խաչապայտին վրա բևեռեց, իշխանություններին եւ պետություններին մերկացնելով հայտնապես խայտարակեց եւ նրանց հաղթանակեց Իրանում։ Վայ, ինչ մեծ խոսք, Իրանում Պարսկաստան չի լինում։ Ես շատ եմ սիրում, այսօր այս բանին շատ աղոթել եմ եւ մտածել եմ, որ այս ժողովուրդը սուրճ ինչ պետք ունի։ Դուք շատ լսում եք Արսեն եղբայրը շատ հրաշալի պատկաններ ուրիշներից, խոսքեր կարդում եք, աղոթում եք, Տերը սրտից տրավ, այն ինչ որ մեր մասին հրաման են արձակել, ով որ մեր մասին հայտարարություն անի, մեր հակառակ խոսքեր ասի, սպառնալիքներ, եւ մենք կարծում ենք սա ինչ ճակատագիրն է։ Սա մեր ընտանեկան ժառանգությունը, թե հիվանդությունը, թե չունենալն է, թե ուրախություն չունենալն է,
Դες գանք, որ ես պակաս եմ, թերի եմ, կոլոտ եմ, չգիտեմ ես եմ, են եմ, մոռացիր այսօր։ Իմացիր, որ այդ հրամանները ոչ մի արժեք էլ չունի, որտեղ Հիսուս Քրիստոսը խաչապայտի վրա նած ամենը գամեց եւ մեր ամեն բերերը բևերեց եւ ինչ հակառակ մեզ գրված էր, ասում է խայտարակեց եւ ուժերը մերկացրեց։ Շատ սիրուն է, նրանց մերկացրեց, էլ վրատքով ոչինչ ուժ չունի, ես հաղթել եմ եւ այդ հաղթությունը ոչ թե սովորական բառ է ես ասում եմ, քանի որ Հիսուս Քրիստոսը խաչի վրա հաղթեց, իր մահով հաղթեց, իր վերքերով հաղթեց եւ իր խոցերով մեզ բժշկեց։ Ես էլ այսօր բժշկված եմ, թող ինձ էլ խոցեն, իմ խոցերով էլ թող ուրիշներ բժշկվեն, ինչ կանի։ Ես իմանում եմ, որ հզորը մեծամեծ գործերի Տեր է, շատ պատմություններ ունեն, որ հրամաններ գրեցին, եւ ես ուզում ձեզ համար մեկ ասեմ, որ այդ հրամանները այսօր կոտրված է եւ ամեն ինչը ոչնչացել է։ Իմանում եք, Աստծո խոսքը գրված է, որ Հովսեփին ման մեկը ինչ հրաշալի տեսիլքների մարդ էր։ Հովսեփը պատանեական ժամանակից օրհնված էր, տեսիլք էր տեսնում, բայց հակառակներ կար, հակառակորդներ, եղբայրներ նախանձում էին, որտեղ իրան չունին այդ տեսիլքը։ Երբ որ դու տեսիլք ես ունենում, Աստծոց հրաման ես ունենում, իմացի կլինեն հանկարծ մարդիկ էլ չեն ուզում հասկանան, չեն ուզում ընդունել, բայց դու մի բարկան, մի նային նրանց բարկության, ինչպես կարդացինք, իրանց նման մի լինի, այլ Տիրոջ նման եղիր, որ համբերեց ամեն։ Եղբայրները, երբ որ Հակոբը իր տղային ուղարկեց, որ դաշնում իրանց կերակրի, Աստծո խոսքը ասում որոշեցին իրան սպանեն։ Գրած է, եկեք երազտեսնողին սպանենք, եկեք տեսիլքը սպանենք, եկեք երազները սպանենք, եկեք մարգարեությունը սպանենք, եկեք այս Աստծո վառ ներկայությունը սպանենք, որտեղ մենք հանդիմանվում ենք։ Նրան նախանձություն տրամար է, որ հանդիմանվում էին, չին հասկանում ինչ է կատարվում։ Հովսեփը երկնային աստվածային շնորհք էր ստացել։ Այդ Աստծո շնորհքը էր ստացել, որ պատմեր, թե ինչ եմ տեսել։ Եղբայրներ, ապագայի կյանքն է Տերը ցույց տալի, դուք ինչու չեք հասկանում։ Հայրն էլ մի պահ բարկացավ։ Եվ տեսնում ենք նրանք ուզեցան սպանեն, միջամտություններ եղավ, հոր գծեցին, վերջը ծախեցին եւ Հովսեփին հերվածին, բայց տեսիլքը չի մեռնի։ Տեսիլքը չի վերջանա։ Ուր որ տեսիլք չկա, դժբախտություն կա։ Ուր որ Աստծո ներկայություն չլինի, այնտեղ պարտվածություն կա, ցավ կա, տառապան կա։ Հովսեփը հերվածավ, բայց Աստծուց չէ, ընտանիքից։ Աղբերները շատ ուրախ են, արդեն էլ մենք ենք ու մենք։ Մեր օրն էլ մի սուտ կասենք, կվերջանա։ Դուք չգիտեք, Աստծուն եք ծառայում։ Դուք ծախեցիք Հովսեփին, ոչ, դուք ձեզ ծախեցիք, որտեղ Հովսեփը ծախվելու չի, տեսիլքը չի ծախվում, տեսիլքի համար արժեք չկա։ Թող մարդիկ չգնահատեն, կարևոր չի։ Նա որ տեսիլքի տերա, քեզի կտանի, ամբողջ դժվարություններից կանցնես, ինչպես ասես, գվիրավորվես, խոցվես, բանտում կմտնես, իզուր խոսքեր քեզ կասեն, կար համարել, բայց հզորը մեծամեծ գործ է անում։ Թողավ քեզի 13 տարի տանջվես Հովսեփ, օր կարծում էր, թե ուր է տեսիլքի տերը, ինչ եղավ այդ տեսիլքները, բայց Աստծո խոսքը ասում է, ուր որ Հովսեփը գնում էր ամեն բան լավ էր դառնում, որտեղ տեսիլքի մարդը հաջողություն ունի հետը, թեպետ վեր կա, ցավ կա, բայց հաջողություն կա, օրհնություն կա, բժշկություն եւ հաղթություն կա։ Հարցի Սուրբ Աման։ Ես չեմ կարող ինձ Հովսեփի տեղ տնեմ, թեպետ բան տնստել եմ Պարսկաստանում պետության կողմից խանգարելու խոչընդոտներ, բայց զգում ես, որ Աստված քո հետ է, քայլ առ քայլ, գիտի, որ քո չափերն ինչ է, տանում է փորձության մեջ, բայց ինքն է քո կողքին է, ելք է պատրաստում։ Հովսեփ ասում էր հիմա, այս տարի, գուցե թե մյուս տարի, հիմա 9 տարեկան եմ, մեկը կա իմ տարեդարձը ծնունդը շնորհի, չէ Հովսեփ,
ավելի վատ, քեզի սուրբ բաներ են գցում։ Դու սուրբ ապրի, բայց քեզի վատ բաներ կասեն։ Եվ վերջապես, Հովսեփ, փոխեն քո ծնունդը տոնեն, բանտ կմնես։ Եվ ինչ վատ է, բայց Աստված, որ հզոր է, Հովսեփին դրավ լավ տեղ բանտի մեջ։ Մտավ են թագավորական պալատի գերիներին եւ բանտարկյալների հետ եղավ։ Եվ այնտեղ որտեղ հիշում եք ինչ երազներ են, ինչ մեկնություններ, եւ միտեղ շատ շիրուն խոսում, այդ երկու բանտարկյալներին, որ պալատից են եկել, ասում ինչու եք մտահոգ։ Բանտի մեջ։ Մեկին ասում դու ինչու ես մտահոգ։ Ինչպես Պողոսն էր ասում բանտի մեջ, ուրախ եղեք։ Ինչու եք հոգսանում։ Որովհետև հզորը մեծում, ես գործեր անում, ժամանակը հասնի, ես դռները կբացվի, պատերը կթափվի, որովհետև ես ճանաչում եմ տեսիլ տվող Աստծուն, որ կենդանի է, իմ Տերը կենդանի է եւ հզորը մեծ գործեր անում։ Թող մարդիկ մոռանան, տեսիլ պատմեց մոռացան, լավություն ես անում, մոռանում են, ջուր ես տալի, քար են տալի, ինչ որ անում ես հակառակում են, բայց Աստված երբեք չի մոռանա։ Իմանում է դու ինչ վիճակի եւ իրավիճակների մեջ ես։ Իմանում է ձեռքը կապ է նոր տարին հասնում է, ուզենք սեղանները լսնենք, մի գնա պարտքի, որտեղ հզորը մեծ գործ կանի։ Իմանում է դու պատվի մարդ ես, չի թողնի քեզի մենակ մնաս։ Ժամանակ որ հասնի փառավոնի քննելն են խանգարի, չես կարող քնես, ես չեմ թողնի քնես, որտեղ մի հոգի կա, որ պիտի գա, որ այն կդառնա ձեզ համար փրկիչ, փրկություն կբերի, ազատություն կբերի։ Մի հոգի կա, թեպետ բանտում է, բայց իմ սրտի մեջ տեղ ունի, ես նրան հավանում եմ, իմ սիրելի զավակն է, իմ սիրելի ծառան է, իմ օծյալն է, պարավոն դու ոչում չես կարող դիմես, կախարդները կգան, գիտունները կգան, ոչում չի կարող իմանալ դու ինչ ես, տեսի ինչ պիտի անես։ Օ, հիշեցինք Հովսեփ մեկը կա, Հովսեփ եկավ դուրս 30 տարեկանում, ինչպես Հիսուսը, մկրտվեց բանտի մեջ, դուրս եկավ դաշտին և ծառայության, և երբ որ պատմեց, գիտեք ինչ եղավ, փարավոնն ասավ քեզանից ով իմաստուն, այս իրավիճակի համար, և Հովսեփը թեպետ մարդկային մտքերով 13 տարի տանջվեց, բայց համալսարան էր գնաց, սովորում էր, ամեն դասերը պիտի սովորես քայլ առ քայլ, այդպես էլ հեշտ չի, գիշերը պիտի արթուն մնաս, կարդաս, աղոթես, մտածես և տեսնես, որ հզորը քայլ առ քայլ, մեծամեծ գործեր է անում, և հիմա արդեն դու ավարտել ես, Հովսեփ, եկ դուրս և ես քեզ կորտնեմ, կդառնաս երկրորդ մարդը, և այդ հրամանները պիտի ամենը կոտրվի, ով քո մասին հրաման է կրի, ինչ որ քո համար որոշել են տեսիլ կմերցնեն, չեն կարող, հիմա տեսիլ կզարթնեց, հիմա տեսիլքը կոկոմել է, հիմա ծաղկում է, ժամանակն է, ես են որ տեսել եմ, հիմա կատարվում է, Եգիպտոսի փրկիչ դարձավ, ոչ թե Եգիպտոսի, ամբողջ երկիրները եկան և իր եղբայրները եկան, ծնգի եկան, և աղաչեցին, վախեցան, դողացին, բայց հզորը իրան սուրբ տվավ, եղբայրների դել սիրի, հորը դել պահի, կանչի, որտեղ երբ որ դու տեսիլ կունես, ուր որ տեսիլ կա հաց կա, ուր որ տեսիլ կա շնոր կա, ուր որ տեսիլ կա փրկություն և ուրախություն կա, և այնտեղ որ տեսիլ դել ես գցում, այնտեղ աղքատություն կա, սովածություն կա, դժբախտություն կա, Տիրոջ ներկայությունը մեր կարիքն է, Տիրոջ ներկայությունը մեր ամբողջ ուրախությունն է, և Աստված օրհնում է, հալելույա։ Հովսափատ թագավորի ժամանակը լավ եք հիշում, շատ սիրելի պատմություն է, երբ որ ամենաուժեղ թագավորները աշխարհի ամենադժվար պահերին միանում են, որ Աստծո ժողովրդին միջից տանեն, երբ որ սովածությունը, չկալությունը, հիվանդությունները, տարբեր ուժեր միանում են իմ քո կյանք ուտեն, այս կողից ես արթնանում մի դժվարություն կա, այս կողից գնում ուրիշ դժվարություն կա, այս կողից գալի խաղաղություն չկա, 3 հատ ոչինչ 10 հատ մտքեր թագավորություններ հարձակվել են, որ իմ կյանքը ուտեն, և առաջի լուրը, որ թագավորը ծեց Հովսափատը դողաց, վախեցավ, ժողովուրդը նմանապես, ինչ կանենք,
Հիմա ուժ է գալի, հիմա սովածություն է գալի, հիմա ծուն է գալի, հիմա աշխատանք չկա, հիմա դաշտ է էսպես է, այնպես է, բա ինչ պիտի անենք, աղոթում ենք, ծով ենք պահում, բայց վերջը մի գեղեցիկ աղոթք է անում։ Ով Աստված։ Մենք այս ամբողջ զորքերի դիմաց որ գալիս են, ոչ ուժ ունենք, ոչ իմանում ենք ինչ պիտի անենք։ Հիմա ձեռքերս փակ է, մտքերս խանգարված է, հովիվ չկա կողքս, եկեղեցուց հեռու եմ, չգիտեմ ինչ պիտի անեմ, բայց այդ բայցը ամենից կփրկի։ Մեր աչքերը դեպի քեզ Տեր։ Մենք չենք նայում աջ ու ձախ ինչպես երբ այն ասա։ Ոչ վերևից, ոչ ներքևից, ոչ հյուսից, ոչ հարավ, ոչ մետեղից, ոչ Թրամփից, ոչ այս երկրից, ոչ այն երկրից։ Հույսը կտրի ամեն պետերից։ Պետերի պետը Հիսուսն է։ Թագավորների թագավորի Հիսուսն է։ Ով սա աչքերդ ինձ է, նայիր իմ աչքերին, դες ինչ գեղեցիկ է։ Բա Հիսուս քո աչքերին ինչքան սիրուն է։ Եվ նայում եմ քո աչքերին սեր է կաթում։ Եվ նայում եմ քո աչքերին հույս եմ ստանում։ Եվ նայում եմ քեզի կարող եմ ջրերի վրա քայլել։ Բայց երբ աչքերս հառնում եմ ուրիշ տեղ, ընկնում եմ, օգնեցեք եղբայրներ։ Մի մարդ կար Հյուսիսային փողոտան շատ զարմանալի էր, երբ որ մեր կար փող առնելու քիչ մուրացկանության ասում մի գոբեր փող կոքրել, այն այդպես է։ Մի օր տեսամ իրան մարշրուտում էր, շատ կարծր խոսում, ձայնը են չի, որտեղ ձայնը փոխվում էր, մի կոպեկ օգնելու համար ձայնը փոխվել էր։ Հիմա եկեք մեր ձայնը փոխենք Տիրոջ մոտ, Տեր, ոչ թե մի կոպեկ, դու մեր փրկության Տերն ես, մեր աչքերը ուղիղ դեպի քեզ է, նայում եմ քեզի եւ տեսնում եմ, որ սեր ես դու։ Եվ նայում եմ քեզ, տեսնում եմ զորավոր ես դու, փառավոր ես դու, հզոր ես դու։ Այդ պատճառով Տերը նայում նախանձով ասավ օքեյ, ասաց անգլերենով։ Դե հիմա ցույց կտամ։ Սրանք ով են, ես ով եմ։ Հարցերի մեջ մի բան է կարևոր։ Գիտեք, Սամարացի կնոջ ես ունեմ շատ սիրում, կլարն էլ կասում եմ։ Այս կնոջ շատ եմ սիրում ես։ Մի օր երկնքում առաջի ոգին ինձ կընտարաչի Սամարացի քույրն է։ Շատ պատմություն գեղեցիկ է իր կյանքի, բայց մի տեղ շատ զարմանալի է։ Հիսուս ասում ինձ ջուր տուր, ասում է դու հրյա ես Սամարացի, ինչ կապ ունենք, եւ դու տղամարդ, ես կին։ Դե Հիսուս ասում է, եթե Աստծո պարգևն իմանայիր, եւ թե ով եմ ես, դու ինձ կխնդրի ես ջուր քեզ տայի։ Սիրելի շատ ժամանակ մենք օրիներ սկսած մեզանից ասեն, կարծում եմ ով եմ ես, որ ես եկամ ստեղ ամենը կբուժվեն, ես քարոզեմ ամենը կփրվեն, ես փչեմ ամենը կթափեն, ամեն անգամ ասում եմ բենի հինը, չէ հիմա բենի նորը, այդ հին էր, բենի նորը կա փչի, տարբերություն չունի, ով իհմա փչի, մենք փչող ենք, Եվ շատ անգամ ներողություն փչացնում եմ, որտեղ ես, Տերն ասում է իմանաս թե ես ով եմ, եկեք իրան ճանաչենք, երբ որ իրան ճանաչում ես, փրկվում ես, որտեղ Սամարացի քույրս, դու քո ուժերով մի բան արել ես, տարիները տանջվում ես, 6 ամուսին ես ունեցել, մեկն էլ մարդ չի, մեկն էլ շնորհքին մարդ չի, մեկն էլ չի կարծի քեզ ուրախացնի, երջանկացնի, հենց դες մարդ ես փոխի, եկեղեցի ես փոխի, տուն ես փոխի, ոչ թե չի պատահի։ Այսօր ես ցույց կտամ քո իսկական Տերն ով է։ Եվ որ դու ինձ ճանաչես, որ կարծում ես ես դույլ չունեմ, հարմարություն չունեմ, Հակոբն ով է, դրանք ամեն իմ ծառաներն են էլ աղջիկ։ Այսօր ստեղ կանգնած է դու ճանաչի, որ իմանաս քո Տերը թագավոր է։ Քո Տերը ոչ թե հորերի մեջ է, ինքը կյանքի ջուրը։ Ես քո մեջ աղբյուր կսարքեմ, որ մինչև հավիտենականությունը պիտի բխա։ Այդ դու կարիք չէ, դուք մտածեք մի հատ հոգեկան հիվանդ կին, մատ վիրավորված կին, ընկճված, ընկրմված, մենակ, վախով, եկավ Հիսուսի հետ կամած խոսալով, արյունը տաքացավ, աչքերը կամած բացեց, ճապոնական աչք ունեկացեմ, սկսեց բացվել հայկական աչք, լավ ստենց տեսնում էր, ոյ դու մարգար ես,
Այս սարին, այն սարին, ասա մորացի, այս ժամին, այս եկեղեցուն, այն տնի մեջը, ժամանակ կա քույրեր եղբայրեր, ոչ ստեղ, ոչ ընդեղ, ոչ այս ժամին, ոչ այն ժամին, դուք ամբողջ սրտով, հոգով եւ ճշմարտությամբ որը կպաշտեք եւ հայրը այդպես պաշտամունք է սիրում։ Սահմանափակություն չկա, ժամ չկա, կարգ ու կանոն այս բանի մեջ չկա, սիրահարված մարդի համար կարգ ու կանոն չկա։ Կինն ասավ, տեսնում կամաց դու մենք մեր օգուտ սպասում ենք Մեսայա, ասա բետուրքը խոսում ենք ինքը վայ թե ճանաչեց եւ դկնի ճանաչեց եւ աչքեր բացեց եւ բուժեց անմիջապես ամեն բախերից ամոթներից թափվեց վազլավ գնաց ամարաչքոնց բերավ ելավ ավետարանից մի կնիկ մենակ ինչ փոխվեց որտեղ հրաման ինչ որ կրանչում ասի գրածա եւ որ դու ճանաչում ես այդպես հովսաբա թակավոր հիմա քեզի եւ քո ժողովրդին եւ եկեղեցու անդամներին ցույց կտամ որ ես ով եմ միայն մի բան դու կարեք երեք հատ կա կացեք կանգնեցեք կտեսնեք սիրուն է չէ եկեն կացեք պաշկենով սիրուն բարել կացեք այսինքն այդ տեղը որ կաց մնա քո կոչումիդ մեջ մնա քո տեսիլքիդ մեջ մնա քո աստվածային պարգևիդ մեջ մնա քո տեղը մնա մի գնա Արսեն եղբոր տեղը մի գնա քրոջ պաշտամունքի տեղը քեզ դի քու տեղը մնա զարմանալի է չէ մենք մարդ ենք մարմին նայում ես ասես մտածի որ աչքը չի ընթերնի չի ընթով նայես ծաղր է չէ ուզեմ ականջով եկեմ չի լինի աղա ամեն մարդ ասած պաշկենով իր տեղը մնի մարմինի գեղեցկությունը ինձ տրամ արա հիմա մտածի իմ ձերքը ներվոտ կլիմ կապիկ Աստված ամեն ինչը ճիշտ տեղը մտել եւ դու քո ճիշտ տեղը կացիր հավատարիմ մնա քույր եղբայր տարիներ նույն տեղը նստել ես Տերը քեզ օգնի դու սույն ես դու պետք ես դու արժանի ես քո տեղը մնա եւ կանգնիր քո տեղը հաստատ ու ամուր ես կանգնած եմ Աստծո փառքի համար իր շնորհքով կանգնած եմ հավատարիմ եւ կտեսնես տեսնում եմ ես Քրիստոսը մեր հաղթական ամեն տեսնում եմ հերբից ոտքից աղնոց եմ ձում ես տեսնում եմ որտեղ իր լույսը փայլելից գալիս է եւ վաղ կտեսնենք որ պատերազմը ձեր չի նա է ձեր հրամանատարը ձեր Տերը ձեր թագավորը ձեր պատերազմողը բայց միայն մեկ որ դուք պիտի անեք մեկ որ ձեզի տրված է խնդրում եմ քույր երկախում կարեկանք ես ուզում մի բան անենք ուզում եմ հավատքով ամենից կյանքի մեջ ինչ հիվանդություն կա ինչ պակասություն կա ինչ դարդ կա ասած պարսկեն այլեն ինչ ցավ կա ինչ խնդիր որ խանգարում է հիմա այս երկով մենք էլ ինչպես Հովսափատի ժամանակ թագավորին ասավ հիմա մի բան արեք փառաբանության խումբը կա առաջ զորքերից ավելի առաջ գնացեք եւ եկեք փառաբանում եմ Տեր քեզի եւ ասեք հզորը զորավոր մեծամեծ գործեր անում Got
արձակեց, պաշտեցեք իմ արձանը։ Եվ երեք ընկերը այդ գործը չարը։ Ով թագավոր, քո Ռամանը, քո համարը լավ։ Քեզի պարզ լինի, մենք չենք երկրպագի։ Մենք մեր պարտքերի ու դժվարությունների մեջ ծունգի չենք կակոտել, մեղք աշխարհ, որտեղ մեր Տերը կարող է մեզի փրկի, ամեն։ Ասա, որ իմ Տերը ինձի կփրկի։ Բայց եթե չփրկի, որ կփրկի, էլի ծունգի չենք։ Մեր միտքը նույնն է։ Ոչ մարդկից մեծ ծունգի կամ ոչ մարմնավոր։ Որտեղ իմամ իմ Տերը ամեն տեղ ինձ հետ է։ Լավ, դուք եք որոշել, գտեք իրանց կրակի մեջ։ Չգիտեին, իրանք են կրակի մեջ ապրում։ Այնտեղ, որ Տերը կա, կրակն էլ ազդեցություն չունի։ Երբ գցան կրակի մեջը երեք ընկերներ ինչ ինանում, իրար հետ աղոթում են ու փառաբանում են Տիրոջը։ Ասում են, սետրակ եղբայր, իրանք լավ աղորեն անցյալին տարբերը, մի սայք ջանեսի լավ կրակ է։ Չլավն է մենք չուրտ էր դուրսը տականում ենք, բայց դուրսից նա կրակի մեջ են, ես ինչ են կատարվում։ Թագավորը մոտեցավ կողմած վախենալով, տեսավ երեկոքի չեն 4 դու մենակ չես, Տերը քո ամեն պահ, ամեն քայլ Աստծո որդին քո հետ է։ Եթե իրան դավանես, խոստովանես, որ Տերն է քո բարի հովիվը, հովիվը կգա կարմուկին փրկելու։ Դե իմ տղաները լավ եք ինչ եք անում նայեք են խեղճերին, դուրսը վարվում են, դուք լավ քայլում եք։ Թագավոր Ռամայից դուրս բերեք այս սառնալի բանը եւ հրաման նորից արձակեց։ Միայն պաշտեցեք սրանց Աստծուն։ Երբ դու կանգնում ես Աստծո կողքին, Աստված դեպքերը փոխում է։ Իրավիճակները փոխում են եւ դու ես հրաման տալիս։ Դու հրաման տալիս։ Դանիելը ինչ հրաշալի մարդ էր։ Պարսից թագավորների հետ կանգնեց ծառայություն Բաբելոնցիոնց հետ ամեն տեսակ 70 տարի մոտավորապես այս մարդ պալատներում էր ծառայում։ Եվ վերջին անգամ Դարեթ թագավորը որոշեց Դանիել 6-ի գլխում, որ Դանիելին ավելի բարձրացնի։ Բայց ընկերները այդ թշնամությունը, այդ կուսակալները, չգիտեմ, պետերը, որ կային, ինչ որ կային, իրանք ասան, չէ, չիտնի։ Մի պանդուխ մարդ, մի անծանոթ, կա հասնի մեծ պաշտոնի, չի կարող։ Եկան իրանից ինչ խնդիր գտնեն, տեսան, չէ, մարդը շատ սուրբ է, շատ լավն է, շատ բարի է։ Եկան աստվածային խնդիրներով հանգարեն ու թագավորին ասին, թագավոր, մի հատ հրաման գրի ու ստորագրի, որ ով որ այս գործն արա մի ամիս քեզի չմոտեցավ եւ աստվածային մոտեցավ, պիտի գցեն չարերի արյուժների գուպը, ես կտածան իմ եղբորի ժամանցելի շղերի գուպը, արյուժների գուպը, եւ ուրախացան թագավորն ստորագրեց, քո մասին շատ բաներ ստորագրել, գրել են, գիրք են գրել, աղոթեն են գրել սուտ, կախարդությունների, նախանձությունների, վատ աչք ունեն, ինչ անում ուզմեստի, կարևոր չի։ Ինչու՞։ Դու ես կարող չեզոքացնես, կարող ես ոչնչացնես։ Դանիելը լսելով չգնաց դիմեր համաշխարհային պետություններին, կառավարություններին, մարդկային, չգիտեմ, շունչերին ասել, դե ես կանոնը իրավունքը սխալ բան է։ Ասում է գնաց իր տոնը, ինչպես անցյալները ամեն օրվա սովորությունը ծունգի եկավ։ Եվ ինչ արավ, պատուհանը բաց արավ, կամարունքերը տեսնել Հիսուս շատ։ Պատուհանը բացեց դեպի Երուսաղեմ, խաղաղության աշխարհ։ Ինչ գործում եմ լուրերը ինչ են գրում, ինչ են ասում։ Ես իմ պատուհանը այս կողմից բացում, face to face անգլերեն ասում եմ, աչքը աչքի, դեպի Հիսուս, դեպի վերը, որովհետև այնտեղից է գալ իմ զորություն և ֆրկությունը։ 3 անգամ օրը իր գործը շարունակեց։ Ոչ թե կրոնական սովորություն էր, սիրահարական կյանք էր։ Ես սիրում եմ քեզ, մի դեպի քո հետ չխոսեմ։ Երբ քո հետ խոսում եմ, զգում եմ խաղաղ, կյանքս երջանիկ, աղոթքը շատ սիրուն բան է։
Չորեքշաբթի աղոթները ամեն աշխարհում ամենակիչն են գալի։ Ինչու որտեղ չեմ իմանում աղոթքը ինչ լավ բան է։ Դու գալիս ես քո սիրեկանի հետ խոսում ես, գրկում ես, խառնվում ես։ Եթե անձնական քո կյանքի մեջ այդ աղոթքը իջում ես, սկսի։ Ոչ թե քո համար դատապարտություն լինի։ Սուրբ Հոգին ոչինչ չի դատապարտում։ Հանդիմանում է, որտեղ սիրում է։ Կպիր իրան, սկսիր, իրան սիրիր, շոյիր, թող ինքը քեզ տպչի, թող ամեն օր քո վրա յուղ տապի։ Այնքան լավն է, ես եթե աղոթքի մանոմենտ կամ Ռազդանի ձորը գժերի պես որդնում եմ ասում։ Սկսում եմ փառաբանել ձեռքերս ընդ բարձան, ասում մարդիկ կտեսնենք, ասեմ սխենթը սկսում եմ արձան դանելը, տեսեք ես առողջ եմ։ Բայց կարևոր չի, որ ինչ եմ մտածում, ես Աստծո խենթ եմ, գիժ եմ, բայց իրան սիրում եմ, չեմ կարող իր աչքին չնայեմ, գժվում եմ։ Դանիել նայավ իր աչքերին և խաղալեց, եկան աս, ահա, գտանք, հիմա պատրվակ ունենք, թագավոր ապրած կնաց, մի հոգեկա քո հրամանները չի լսում, հավատացյալը ոչ մեր հրամանի չի ենթարկում մենակ երկնային հրամաններին, որ մեզի ասում է Հիսուսն է Տերը, Հիսուսն է մեր հրամանատարը, մեր թագավորը, չեմ ասում աշխարհի ու քաղաքական բաներ մի լսի Աղվանից 80 արագության մեջ 160-ը գնացեք, ասեք երկնային ենք, չէ, մեկ որ հավատացյալ է լավ շնորհքին մարդը դա, ամեն ինչ գիտե ինչ անի, նստել երկենան էլ գիտե, անուշահոտ, մաքուր, այսպես զարդարված ու քաղցր, ինձ քանի օր առաջ ոստիկաններն ուստի խախտում արեցի պատադիր, եկան կանգնացան, ուզում ինձ սացքի մեջ կսցանում եսա, հոպար մստիր, լավա հոպար եմ վրա, և ինձ ասավ ինչ ես արի, ասամ ընդունում եմ, ես սխալվել եմ, ասամ ինչքան լավն ես, ասի տերից նրա, կրիպ շունեմ, ես սխալվել եմ, դու կանքս ասա, գրավ գնացինք, ես շտապում էի մի տեղ ասնի, ոչ ասամ ժամանակին դու կանք եմ տվում, և որ շնորհքին ես տանում, ամեն տեղինը, Աստված էլ օրհնում է, Դանիելին բռնան, թագավորի հակառակ սրտին, որ իրան սիրում էր դարեն, տարան գծեցին արյուժների գուփը, պիսոնները ընդեղ էին, ամեն արյուժների ատամներ չկար, մեր տարիքավորերն բարև, ուզում են կեզ ուտենք համով, չի լինում, ասաց այրս մորս տերև համերգ ես բա ինչ անել, ես հոգևոր մարդին ինչպես չուտենք, Դանիել նստել էր նայում իրանց ասում էր Աստված ձեզ օրհնի Աստծո ստեղծվածներ դուք առյուծ եք, բայց իմ կողքին կանգնած է Հուդայի առյուծը Աստծո հրեշտակը զորքերի զորավորը եւ առավոտը շուտ կանում թագավորը բացելով ծոմ պահելով գիշեր չերկերես մեր ծոմ են պահի եկավ ասավ Դանիել Աստծո սուրբ սիրո ծառա սաղ ես Ասավ սաղ եմ, դու սաղ ես, ես սաղ եմ, դու ինչպես ես, մենք լավ ենք, դու ոնց ես, մենք վայելում ենք, մեզ համար աստեղ հոտել է, յուրանոց է, և հանեցին Դանիելին հիշում եք ինչ է լավ, նախանձներին գծերին օդի մեջ կտատեցին, ատամներ մի անգամից բացվեց, դեմքերը փոխվեց, պիսոներն էլ անց արյուծ, և հզորը մեծամեծ գործել Արաքյալներին կանչեցին, ասեցին սրանից հետո ձեզ հրաման ենք տալի էլ ես անունին չքարոզեք Աշակը հրաման է տալի Աշակերտներ, որ Սուրբ Հոգով փոխվեն և զորավոր են դարձի ասան ինչ Եթե ձեզ մոտ այդպես է, որ Աստծուն չհնազանդենք, ձեզ հնազանդենք, օքեյ, բայց մենք չենք կարող Ձեր հրամանը տեղը շատ շնորհակալ ենք, բայց մենք ավելի ուժեղ կկարողանանք, որ Հիսուսն է տեղը, ոչ Կայսրը, ոչ Փարավոնը, ոչ ուժը, ոչ Քեզարը, ոչ Պուտինը, ոչ Թրամփը, ոչ Խամենեին, ոչ ով Տեր չի, Տերը մեր Հիսուս Քրիստոսն է, եւ նրա անունով հրաշքներ ենք կարող անել, որտեղ մեր Տերը մեզ հետ է։ Եվ ամենագեղեցիկը մեր Հիսուսով կվերջացնենք, որտեղ են ամեն ինչ։ Հերովդեսը, Պիղատոսը, հրյաները քանց գրեցին, խառնեցին, էստեղ, էնտեղ, դատապարտություն, դատաստան։ Պիղատոսն հարցավ, այմա դու ով ես։
Ինչու չես խոսում, ինչու քեզ չես պաշտպանում։ Նա չգիտեր, որ Հիսուս եկել է խաչվելու, ինչից պաշտպաներ։ Երկնքի հրամանն է սա, քո հրամանը կարևոր չի։ Դե ես ուժ ունեմ քեզ ազատեմ, ուժ ունեմ քեզ խաչեմ, Հիսուսը ոչ էլ ուժ չունես։ Թող իմանաս, դու ուժ չունես եղբայր։ Սիրելիս, ուժ եթե երկնքի չկա, դու ոչի չես կարող։ Երկնքի հրամանն է հրատարակվել ինձ համար։ Ես եկել եմ, որ մեռնեմ, թաղվեմ եւ հարություն անեմ եւ հաղթությունով վերադառնամ իմ հորը աչքովը եւ իմանաս, որ ես եմ Տերը Տերը։ Պիղատոս, դու գործն արա։ Մարդիկ շատ ստիպեցին, ինքը շատ ջանք արավ, որտեղ տեսավ իսկապես անմեղ է։ Բայց մեր Տերը անմեղ չի, իմանեք, սուրբ է։ Ես անմեղ բառ չեմ սիրում Հիսուսի համար։ Անմեղը մեղավորին է, սուրբ է։ Երբ որ տեսան մարդիկ շատ են ստիպում, Աստծո խոսքը Ղուկաս մեջ գրում է ինքը հանձնվեց մարդկանց կամքին եւ Հիսուսին նրանց հանձնեց։ Հրաման էսեր, խաչենք նրան, բայց խաչը վերջ չէր։ Այդ հրամանը երկնային հրաման էր։ Հակառակ աշխարհային ամբողջ հրամանները, որ չար են, խանգարիչ են, սա հայր Աստծո հրամանն էր, որտեղ Գեթսեման պարտեզում Հիսուսը աղոթեց եւ ասավ. հայր, խնդրում եմ, եթե կարելի է, բաժակ ինձանից վերցրու, բայց ոչ իմ կամքով, այլ քո կամքով, քո հրամանը։ Ես եկել եմ նրա հրամանները կատարեմ, նա իմ հրամանատարը, նա իմ Աստված, իմ հայրը ամենից մեծ է, իմ հայրը ամենից մեծ է։ Ես սիրում եմ Հիսուսին, որ այսքան իր հորը հարգում է։ Եկեք հարգենք հորը, եկեք հարգենք Սուրբ Հոգու Տիրոջը, եկեք հարգենք Հիսուս Քրիստոսին եւ ասենք մեր Տերը ամենից մեծ է։ Ինչ որ ուզում անում է։ Նա երկնքում նստած է Սաղմոս 115-ի մեջ, մեր Տերը բարձրանկում, բարձունքներում նստած է եւ ինչ որ որոշում է անում է, քո կյանքի մասին որոշել է։ Դու այսօր այստեղ ես, որովհետեւ քո հայրը մեծ է, քո Տերը մեծ է եւ Հիսուսը իմ ու քո համար խաչվեց, թաղվեց, բայց երրորդ օր հարություն արավ եւ գնաց իր հոր աշխուհը բազմեց, որ ասի քեզ ինչ հրաման քո հակառակված է, ինչ թուղթ ստորագրել է, ինչ պայմաններ, ինչ գաղտնի խոսքեր են քո մասին ասի, եղբայրս քունս, մի լավի, մի չխայնա, խելոք հանձնի Հիսուսին, գնա Դանիելի պես պատուանը բացի, ծունգերը չոքի դեպի երկնային Երուսաղեմ եւ ասա Տեր ծարատ այստեղ, աղախինդ այստեղ, զավակ աղջիկ այստեղ, ինչ քո կամքը, թող հետդ լինի, որտեղ հայր մեր որ երկնքում ես, սուրբ է քո անունը։ Մենք ուզում ենք այսօր քո թագավորությունը եւ քո կամքը մեր կյանքում, որ մեր ամեն օրվա հասը տվել ես ու տալիս ես ու կտաս։ Եվ մեր հանցանքները ներել ես, կներես, մենք էլ կներենք մեր հանցավորներին, ամեն։ Երեք, այդ վանդակից դուրս արեք, միք մնա վանդակների մեջ, ներեք, սիրեք և ասեք Տեր չարիցն ու չարերից մեզի հեռու պայի փորձություններից է, որտեղ քոնն է թագավորությունը, զորությունը ու փառքը։ Ալելույա, երգեցինք, ինչ գեղեցիկ երգեր։ Ես սիրում եմ քեզ Տեր, ամբողջ սրտով ասենք այսօր Տեր, դու ես մեր հրաման տվողը եւ ես ամեն հրամանները, ինչպես Պողոսացիս ասում է, ամենը ոչինչ եմ համարում, որտեղ դու մերկացիր, ջնջեցիր եւ խաչապայտի վրա գամեցիր եւ հիմա ես ազատ եմ, վերջապես ազատ եմ։ Հալելույա։